հայությունը որպես ազգակերտ եւ քաղաքակրթակերտ ինքնություն ունի բացարձակ անոտարելի վերժամանակյա աստվածային իրավունք ասելով ես պարզապես համագումարի եմ բերում իմ բոլոր նախորդ ասածները մենք հայ ենք մենք հայություն ենք մենք ձևավորվել ենք Հայաստան կոչվող հայրենիքի տարածքում որը բավական հստակ սահմաններ ունի պատմականորեն եւ մենք որպես այդ տարածքում ձևավորված ազգություն ունենք կրկնում եմ անոտարելի վերժամանակյա բացարձակ իրավունք միահեծան միայն մենք եւ ոչ թե ուրիշները մեր տարածքում իրավունք ունենք այդ տարածքում եւ ֆիզիկապես ապրելու արարելու երջանիկ լինելու մի քիչ փաշինյանական բառապաշարներ օգտագործենք այլև ունենալու բացառապես եւ եզակի իրավունքներով ազգային պետականություն եւ հայ ժողովրդի հայության ապագան պետք է շարունակի ձևավորվել մնալ շարունակվել այդ տարածաշրջանում հիմա եւ ազգային պետականության սահմանների մեջ ուրեմն ինչ է տեղի ունեցել պատմականորեն դարեր տևած գործընթացներով մեր շուրջ պատմական եւ տարածաշրջանային միջավայրը շատ է փոխվել ժամանակին մենք հարևան ենք եղել լայն իմաստով ասած բյուզանդացի հույների հետ հարավում ասորիների հետ պարսիկների հետ հյուսիսում քարթվելական ժողովուրդների հետ որոնք այսօր միավորվել են վրացի հասկացության ներքո ներկա վրացի հասկացության ներքո մենք ունեցել ենք շատ մեծ խնդիրներ բոլորի հետ եւ ինչպես ցանկացած հարևանները պատմության մեջ բոլորի հետ բայց մի բան ակնհայտ էր բոլորիս համար մենք տվյալ տարածաշրջանի մասնիկ էինք եւ ոչ ոք նպատակ չուներ մյուսին բնաջնջելու նպատակ ունեին մեկին տիրելու ինչ որ իմաստով ձուլելու բայց ոչ ֆիզիկապես բնաջնջելու սակայն իրավիճակը փոփոխվել է եւ այսօր մենք շրջապատված ենք թուրքական երկու պետություններով կա Թուրքիան որը շատ մեծ ծավալապաշտական նկրտումներ ունի ոչ միայն նորոսմանականության համատեքստում այլև այո մոտակա տասնամյակներին անպայման իրագործվելիք իսլամական ուրեմն ծավալապաշտական գործընթացներում դեպի ժողովրդագրորեն թուլացող Եվրոպա այո դա էժանագին ռուսական քարոզչություն չէ սա շատ լուրջ մեծագույն խնդիր է որը եվրոպական ազգերն ու պետությունները իրենց արժև ունեն որպես խնդիր բայց մենք էլի գանք մեզ Թեպետ այդ ասելիքները շահկապված են եւ արևելքից մենք ունենք Ադրբեջան հետո մի բան եւս արձանագրենք որ այսօրվա Հայաստանը այն մանրակերտը որ Նիկոլ Փաշինյանը կպցնում է իր դոշին եւ որպես ոսկոր տալիս բաժանում է իր հետևորդներին անպատիվ եւ անբարո սա պատահական ուրվագից չէ տեղի է ունեցել ցեղասպանություն հայ ժողովրդի մեծ մասը բնաջնջվել է իր պատմական հայրենիքի մեծ մասը օտարվել է մեզանից բայց քանի որ ինչ-ինչ պատճառներով ցեղասպանությունը ասենք իրականացվել է 90 ոչ թե 100%-ով ցեղասպանությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի հանցավոր հետ ցեղասպանական մասնատում երկու դերակատարների կողմից Թուրքիայի կողմից որը Օսմանյան կայսրության բնական իրավահաջորդն էր եւ խորհրդային միության կողմից որը ռուսաստանական կայսրության այնուամենայնիվ իրավահաջորդն էր ինչպես եւ այսօր Ռուսաստանի Դաշնությունը եւ ռուսական կայսրության եւ խորհրդային միության այնուամենայնիվ իրավահաջորդն է այլապես խորհրդային միությանը պատկանած բոլոր գույքն ու սեփականությունը այդ թվում եւ մակում ինքնաբերաբար ավտոմատ կերպով ասենք Ռուսաստանի Դաշնությանը չեր անցնի, այսինքն Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է լինել խորհրդային միության եւ ռուսական կայսրության քաղաքականությունների իրավահաջորդը, այդ թվում եւ պատմական պատասխանատվության տեսանկյունից։ Հիմա եւ այնուհետեւ խորհրդային միությանը կամ Ռուսաստանին խորհրդային անցած Հայաստանի մասը կրկին ենթարկվել է հերթական մասնատման, որի արդյունքում ձևավորվել է հայ ժողովրդի համար մահաբեր
գետոյի այդ եղած սահմանները։ Հիմա պարզ է, որ մենք չպետք է պայքարը դադարեցնենք, անգամ եթե Հայաստանին մնա 1 քառակուսի կիլոմետր, կամ անգամ եթե Հայաստանը ժամանակավորապես վերանա քաղաքական քարտեզից։ Բայց ինքնաբերաբար համաձայնվել եւ խորհրդանիշ դարձնել Հայաստանի հետ ցեղասպանական մասնատման հայերի համար այդ դագաղիկի տեղ թողած անկենսունակ տարածքը, սա ոչ միայն ցեղասպանության բոլոր հետևանքների կամովին ճանաչելն է, այլև դրա պատասխանատվության տակ մտնելը, որովհետև երբ դու պարտադրում ես քո ժողովրդին միջազգային իրավունքի եւ ազգային իրավունքի տեսանկյունից բացարձակապես ապօրինի հակասահմանադրական ցեղասպանական բնույթի ծագման եւ արդյունքի չակերտավոր ապօրինի վարչական սահմաններ, դու մտնում ես հայ ժողովրդին ցեղասպանելու եւ ոչնչացնելու պատասխանատվության տակ որպես էժանագին դավաճանական փոքր մի մասնիկ։ Հետևաբար, եթե անգամ ավելի փոքր տարածքում հայությունը մի օր դրսևորի կյանք ունենալու, վերստին հառնելու կամք, շատ ավելի փոքր Հայաստանը երբեք դագաղիկ չի դառնա։ Բայց երբ դու 29000 քառակուսին, որը ոչ ոք քեզ թույլ չի տալու, որ դու կառավարես կամ ունենաս, եւ մոտակա տարիներին, եթե բան չփոխվի, մենք շատ լավ կտեսնենք, թե ինչպես կսկսի արագորեն փոքրանալ անգամ այդ 29 քառակուսի 1000 քառակուսի կիլոմետր։ Ուրեմն արդեն ես ինձ թվում է բացահայտեցի։ Հիմա գալիս եմ բուն ասելիքին։ Ուրեմն մենք իհարկե կարող ենք դիմադրել, որտեվ եթե մենք խաղաղության ճանապարհով գնալ, ճակերտավոր խաղաղության, փորձենք համակերպվել 29000 քառակուսու հետ, ապա միևնույն է ոչ ոք թուրքերից չի հանդուրժի երբեք ոչ միայն երկարատև, այլև միջնաժամկետ կտրվածքով անգամ խեղճացած փոքր հայոց պետականության գոյությունը։ Նրանք շատ հստակ, իմիջիալոց նաև շատ շիտակ ու շատ բացահայտ ասում են, որ Հայաստանը չպետք է գոյություն ունենա։ Նրանք դա ասել են, միշտ շարունակում են ասել, այս իմաստով նրանք մեզ հետ չափազանց շիտակ եւ անկեղծ են։ Եվ մենք պետք է գնահատենք այդ անկեղծությունը։ Իսկ բայց մյուս կողմից որն է խաղաղության կողմնակիցների փաստարկը։ Մենք 2 միլիոնով չենք կարող դիմադրել 100 միլիոնանոց թուրքական աշխարհին, ֆիզիկապես ի վիճակի չենք։ Բայց այստեղ պատմությունը հետեւյալ բանն է ասում. կամ դու պիտի հաղթես, կամ դու գոյություն չես ունենա։ Եվ այստեղ ես գալիս եմ ուրեմն եղանակի այս մասն է, որ հիմա կարող է շատերի մոտ ուղղակի կամ դառը ժպիտ կամ զայրույթ առաջացնել։ Գոյություն ունի միայն մեկ բանաձև՝ մեր պետական ազգային անվտանգության եւ գոյության իրավունքի վերարձանագրման։ Տարածաշրջանում չպետք է լինեն այնպիսի գոյացություններ, պետական, ազգային, ռազմաքաղաքական, որոնց ներկայությունը տարածաշրջանում հարցականի տակ է դնում հայերի գոյությունը։ Դա նշանակում է, որ Կասպից ծովից դեպի արևմուտք ընկած տարածքում եկվոր թյուրքական որևէ պետական, ռազմաքաղաքական եւ այլ, հիմա չմանրամասնեմ, ներկայություն չպետք է լինի։ Թյուրք աշխարհի հետ մենք կարող ենք հանգիստ հարաբերվել, եթե թյուրքը Կասպից ծովից արևելքում է։ Կասպից ծովից այս կողմ մինչև Կոստանդնուպոլիս այս տարածքում կամ լինելու է թյուրքը լայն իմաստով, կամ լինելու է հայն ու հույնը։ Իհարկե այս հարցը մենք չենք կարող լուծել 10 տարում կամ 30 տարում, բայց այստեղ ես անելու եմ շատ համարձակ ու շատ լավատեսական պնդում։ Այնուամենայնիվ, եթե հայությունը իր ազգային ներուժի առնվազն 10-15%-ի համակարգման եւ հստակ ազգային պետական նպատակների ուղղությամբ, եթե կարողանա կենտրոնացնել իր կարողությունը եւ նպատակադրել,
ոչ թե հուսահատորեն պաշտպանվել հայրենիքի վերջին հողակտորում, այլ արմատապես լուծել խնդիրը, ապա ինձ թվում է, որ 200-250 տարի հայկական իրականում գրեթե բացառիկ կարողության ներուժի ընդամենը 10-15%-ով հստակ ազգային նպատակադրմանը ծառայեցնելու պարագայում մենք կարող ենք այդ նպատակին հասնել։ Եվ վերջին ասածը այս իմաստով դա չի նշանակում, որ անպայման մենք չենք կարող իհարկե ճակատային ընդհարումներից խուսափել, բայց անպայման չէ, որ 2 միլիոնով մենք ճակատային հարձակում գործենք 100 միլիոնի վրա։ Ընդհանրապես լավագույն լուծումը, երբ դու համաշխարհային գործընթացները կարողանում ես ծառայեցնել քո նպատակներին, ինչպես երբեմն աջակցելով այդ համաշխարհային գործընթացներին, երբեմն ձգտելով դրանք ուղղել քո քեզ համար անհրաժեշտ ուղի, մասնակցելով այդ գործընթացների կառավարմանը, մինչ այդ ձևակերպմանը։ Հիմա գոյություն ունի մի շատ հստակ բան։ Արևմտյան Եվրոպան եւ դասական արևմուտքը, որը քաղաքակրթական շատ լուրջ խնդիրների մեջ է հայտնվել ինչ-ինչ պատճառներով, այսպես ասենք, հետարդիականության շրջանի պատմական բնական ավարտի բերմամբ։ Այնտեղ իսկապես լինելու են մեծագույն խնդիրներ կապված ժողովրդագրական խնդիրների հետ։ Թուրքիան բնականաբար Էրդողանի շատ արդյունավետ կառավարության շնորհիվ վերահաստատել է իր իրավունքը լինելու դեպի Եվրոպա ուրեմն իսլամական ծավալապաշտության գլխավոր հովանավորողը, որը հարմար պահին նաև ռազմական իմաստով կմասնակցի այդ խնդիրներին, բնականաբար դա ոչ անմիջապես, բայց Եվրոպան ծանրագույն կորուստներ կրելուց հետո, ինչ որ մի տասնամյակներ անց կվերա ձևավորվի այս գոյաբանական մարտահրավերին ի պատասխան եւ կառաջանա նոր ռեկոնկիստայի երևույթ։ Ժամանակին ռեկոնկիստան վերաբերեց միայն Իսպանիային, ինչ որ մի ժամանակ անց մենք ունենալու ենք եվրոպական ռեկոնկիստա։ Հիմա եվրոպական ռեկոնկիստայի գաղափարախոսության, նկարագրության, կանխատեսման, այնուհետև որպես ամենատուժած կողմերից մեկը համակառավարման մեր ջանքերով այդ ամեն ինչին մասնակցելու շնորհիվ ոչ հիմա, բայց որոշ ժամանակ անց մենք կկարողանանք, անգամ եթե կորցնենք ներկայիս Հայաստանը, մենք կկարողանանք ուրեմն շատ ավելի լայն ճակատով թուրքական ներկայության խնդիրը ներկայիս Թուրքիայի տարածքում լուծել։ Եվ եթե այդ պահին մենք կունենանք գոնե 150-200 հազար հայ, էական չէ, որ նրանք հայերեն չեն խոսի։ Նրանք կլինեն 1-2-3 սերնդով պատերազմների միջով անցած, եթե մենք այսքանով կարողանանք մեր հայրենիքից գոնե մի փոքր հողակտոր հետ բերել, ապա այդ նոր սերմից մենք կարող ենք ունենալ նոր հաջողություն, որտեղ կրկնում եմ, էական չէ սկզբնական տարածքը, այսինքն եթե կա գոյություն ունենալու կամք, եթե կա մաքարելու կամք, եթե կա ի հեճուկս ամենայնի, անգամ ամենաանհույս իրավիճակներում սեփական օրակարգն ազգային իրացնելու կամք, եւ դրա համար ազգը կարողանում է 10% իր ներուժը ծառայեցնել, ապա նախ անմիջապես կհայտնվեն դաշնակիցներ, անմիջապես, այն որ մեզ անընդհատ ասում են դաշնակից չունենք, իսկ մենք ինչ ենք արել, որ առասարակ մեզ կամենան դաշնակցել։ Առավելագույնը մեզ պատրաստական կլինեն ինչ որ մի կարճ ժամանակով ընդորում գրեթե բարձրապես խոսքի մակարդակով խղճալ եւ ոչ ավելին։ Բայց երբ դու ամենապուճուրիկ իսկ տուզիկն ես, բայց հաչում ես եւ փորձում ես կծել եւ այլն, քեզ սկսում են հաշվի առնել գոնե այն իմաստով, բայց մենք տուզիկ չենք իրականում, ինչալուց էս էլ ասեմ։ Այսօր մենք շատ արժանվույն կարող ենք մեր ազգային հասարակությունը քննադատել, ասելով, որ մենք թշվար ենք, մենք չգիտեմ անկարող ենք, անկենսունակ ենք, պատրաստ չենք, անարժանապատիվ ենք եւ
տվյալ իմաստով սա դառը ճշմարտություն կլինի։ Բայց ինչու թուրքերը այսչափ շատ մտահոգ են մեր գոյության մնացորդով, որովհետև այդ նույն Արցախյան պատերազմը առաջին ցույց է տվել, որ երբեմն, երբ հայերը շատ կարճ ժամանակահատվածով համազգային իմաստով կարողանում են կազմակերպվել, ամենաանհույս վիճակից, իսկ 91 թվականին հայերի վիճակը կատարելապես անհույս էր։ Մենք ոչ միայն Հայաստանի սովետական հատվածը չկորցրինք, մենք ոչ միայն այդ նույն դագաղիկ ինքնավար մարզի արհեստական այլանդակ սահմանները չկորցրինք, մենք 1 միլիոն թուրք մոտավորապես, ինչ չէ, մի քիչ էլ իրենց քարոզությունից օգտվենք, 1 միլիոն թուրք ճամփեցինք մեզ ազգային եւ մեր պետական հողերից։ Այսինքն թուրքը պետք է ապահովագրվի, այսօր Հայաստանը ավելի շուտ հայը թշվառն ու անկարող է եւ խեղճացած, ընդհանրում կամովին խեղճացած վիճակում է, բայց վաղը մի բան կարող է փոխվել եւ նրանք շատ լուրջ խնդիրներ կունենան։ Նրանք մեզնից ավելի շատ են վախենում, քան մեզ կարող է թվալ։ Ես նկատի ունեմ անգամ գաղափարախոսական բան մակարդակի վրա, անգամ այսօր։ Դրա համար սա է խնդիրը, այս պայծրությամբ այո մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս պետականությունը անասելի աստվածային հրաշքով փրկվի, բայց սա պետություն ունենալու հարց չի լուծում։ Պետություն ունենալու հարցը լուծում է ազգային կամքը եւ կրկնում եմ Կասպից ծովից դեպի արևմուտք ընկած տարածքներում թյուրքական տարի որևէ տեսքով իսպար եւ կատարյալ բացակայությունը, իսկ դրան մենք կարող ենք հասնել, եթե կամենանք 200 տարիների ընթացքում, պատմության համար 200 տարին հավատացեք ինձ շատ կարճ ժամանակ։